Պարոն Մանուկյան, թույլ կտաք ձեր գործընկերը ելույթ ունենա։ Համեցեք։ Բարև ձեզ։ Նախ փողոցի անվանը կոչելու վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվում, կարծեմ ազգային առաջընթացի գործընկերները երբ որ բերել էին Ամիրյան փողոցը անվանափոխելու, այս դիրքորոշումը եւս մեկ անգամ հայտնել եմ։ Ժողովուրդ, իմ պատկերացմամբ սխալ մոտեցում է, որ 60 հոգանոց ավականու այս կազմը 65 հոգին եւս Տիկին Խաչատրյանը ասեց 300 հոգի է քվեարկել Երևանի այդ ակտիվ քաղաքացու հարթակում, իմ կարծիքով 300 հոգին էլ է քիչ, բայց ես նայեցի 300 չի 150 է։ Խնդիրն ինչումն է։ Իմ պատկերացմամբ Երևանում կան շատ մարդիկ, ովքեր որ իրենց փողոցի անվան մարդու կենսագրությունը գուցե չգիտեն, բայց ծնվելով, մեծանալով այդ փողոցի տարածքում լինելով Երևանցի, այդ փողոցի անունը մարդկանց դառնում է շատ հարազատ։ Եվ սենց ոտի վրա որոշել գալ փողոցի անուն փոխելը իմ պատկերացմամբ սխալ է։ Իհարկե հասկանում եմ Հանրապետություն կուսակցությունը ունի շատ ուժեղ հակառուսական քաղաքական ուղի, չնայած հենց կարծեմ ձեր կուսակցության ղեկավարը, երբ որ Քրկորյանը ողջ էր, այդ ժամանակ դեռ 90-ականներին, 2000-ականներին շատ ուժեղ Ռուսաստանի կողմնակից էր։ Հիմա խնդիրն ինչումն է։ Դուք փողոցի անունը եթե փոխեք, մարդիկ շարունակելու են այդ փողոցը անվանել Լենինգրադյան։ Ուղղակի լինելու է խառնաշփոթ, ինչպես այսօր ունենք Կասյանի վրա, ինչպես Մաշտոցը մինչև այսօր անվանում են Պրոսպեկտ եւ այլն։ Հիմա անդրադառնամ քաղաքական մասին։ Երբ որ դուք խոսում եք Քրկորյանի մասին, հետո էլ ձեզ թույլ եք տալիս ասել, որ եթե նա ողջ լիներ, այստեղ խմբակցություններ կային, որ չէին լինի, չեմ կարծում նախ եւ որ հարգարժան պարոն Քրկորյանը Աստված իր հոգին լուսավորի քաղաքական ազդեցություն կունենար եւ փոփոխություն կտար Հայաստանի քաղաքական թաթերաբեմին, բայց կարծում եմ, որ Քրկորյանը այսօրվա իրականության մեջ երևի թե լավ է, որ ողջ չէ, որովհետեւ որ ողջ լիներ, կարծում եմ Սամվել Կարապետյանի կողքի բանտախցում կլիներ, որովհետեւ եթե նա տեսներ, որ այսօր ունենք մի իշխանություն, որը Թուրքիի հետ ցերտ հարաբերությունների մեջ է, ունենք իշխանություն, որը ուղիղ հարձակում է անում հայ եկեղեցու դեմ եւ պառակտում է մեր հասարակությունը եւ ազգը, որպեսզի հայերի մի մասը հոգեվորականների մի մասին հայուհի են, մյուս մասը հակառակ մասին, վստահ եմ Քրկորյանը դեմ կլիներ, հատկապես օրինակ այսօր էլ շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել, մեր Արցախի հայրենակիցներին բլոկադայի մեջ պահող էկոակտիվիստը այսօր Հայաստանում գտնվում է հայ-ադրբեջանական քննարկման։ Սա ձեր քաղաքականության, ձեր ֆանտաստիկ գործելավոճի արդյունք է։ Բլոկադայի մասնակից էկոակտիվիստը արդեն քաղաքագետ է, արդեն հանրային գործիչ է, եկել է խոսելու։ Մի մարդ ում պատճառով մեր հայրենակիցները 100,000 հոգի հացի խնդիր է ունեցել բլոկադայի մեջ եղել։ Ուզում եք փողոցները անվանափոխեք։ Գտեք փողոցներ, որոնք որ կամ անուն չունեն, կամ այնպիսի փողոցներ, որոնց անունները հայտնի չէ, այսինքն մարդիկ շատ չեն օգտագործում։ Ձեր փոփոխությունից Լենինգրադյանցին չի դադարելու լինել Լենինգրադյանցի։ Այս ձեր մոտեցումները, ձեր քաղաքական փուճուր տրուկերով մի վնաս տվեք այս քաղաքին։ Քաղաքի մասին մտածում եք կոռուպցիայով քիչ զբաղվեք, շինարարությունը ճիշտ արեք։ Այս ձևական ինֆոպովոդներով քաղաքական մեդիան լցնելը կեղծ օրակարգ է եւ վնաս է տալի Երևանին։ Դուք գնալու եք, իսկ այս քաղաքը մնալու է։ Պետք չի ամեն անգամ ցենց գալ ու փորձել մի փողոցի անուն փոխել, որը երևի Երևանի ամենահայտնի փողոցներից է։ Սա սխալ մոտեցում է եւ կրկին եմ ասում, իմ պատկերացմամբ որով է հայտնի անուն ունեցավ փողոցի անուն փոխելը սխալ է։ Աստված տա մի օր մեր Երևան քաղաքը ունենա Պետերբուրգի կառավարման պես կառավարում, որտեղ շինարարության ժամանակ շենքերը ցանցապատվում են, որտեղ փողոցները, մայթերը չեն զավթվում, որտեղ նորմալ աշխատանք է արվում եւ ասֆալտն է տարին 3 անգամ չեմ անում, որովհետեւ ուղղակի անորակ աշխատանք է, որի արդյունքում իշխանությունները հարստանում են։ Շնորհակալություն։